գիշերում մի ջրակ է վառվում Սիրտը փոքրիկ չի կոտրվում Չի մարում քամին պատմում է Բարոդի լեզուն Բայց նա կպատմի նորը այդ կամում Լույսեր, բոսերը, լույսեր, բույսեր Քո սիրտը չի կոտրվում երբեք Թող պատերազմը գոռան մտության մեջ Կամքը հաղթում է, սերը հաղթում է Քո քայլերի սնվում է նորը Կամքը հաղթում է, սերը հաղթում է Սիրով է գրվում վաղվա օրը Ալեք լսում եմ ձեզ Մեզ Լսում ես մեզ, Ալեք Լավ Դե որ լսում ես մեզ քաղաք տար, հա, խնդրում եմ Կներեք, բայց չեմ կարող Ալեք հիմա քանի անգամ քեզ դիմեմ մերժելու ես, հա Արփի ջան, ես անցած անգամ քեզ բացատրեցի Ես Գեղամխորենիչի վարորդն եմ ու եթե ամեն անգամ քո խնդրանքները, պահանջները կատարեմ, ինձ կհեռացնեն գործից Գիտես, ես մտածում եմ ոչ միայն կհեռացնեն, այլև գլուխդ կթռցնեն, եթե սենց շարունակես քեզ պահել իհարկե Ու հետաքրքիր է հետով պիտի թռցնի, հայրդ Պապան? Չէ, պապան բարի մարդ է Ես կանեմ էդ Սեփական ձեռքերով Ինչի ես տենց նայում, չես հավատում, որ կանեմ Չէ, ես շատ խորը հավատով եմ լցված, բայց ամեն դեպքում չեմ տանի Ու? Երկար ես սենց շարունակելու Ալեք Սենց ոնց Դե, ձևացնելու ես, որ չգիտենք իրար ու ոչ մի բան չենք զգում իրար հանդեպ Ալեք, պատասխանի Խոսա, Ալեք, մի բան ասա, ես հասկանամ քեզ Այս կարճ ժամանակում մեր միջև եղածը, մեր զգացածը ապրածը ոչ մի բան էր քո համար Արփի ես սկզբում չգիտեի, թե դու ով ես Ալեք, հիմա դու լուրջ ես խոսում Ինձ կասես դու նախնադարում ես ապրում Մտածում ես քո աշխատանքը այնքան վատն է, որ դրա պատճառով մեր միջև ոչ մի բան չի կարա լինի Թե մտածում ես ես այնպիսի մարդ եմ, որ կարամ քո այդ աշխատանքը քո դեմ օգտագործեմ Խոսա, Ալեք, մի բան ասա, ես արդեն սիրտս պայթում է, որ չեմ կարում քեզ հասկանամ Ես արդեն ասեցի, Արփի Ես չգիտեի, դու ով ես Չէ, դու ինձ հետ մի ասա, Ալեք Դու հիմա ստեղ ասա ինձ Դու զգում ես ինչ-որ բան իմ հանդեպ, թե այս ամենը ուղղակի խաղ էր քո համար Կամ երբ իմացել ես պապիկիս աշխատողն ես, կարող է վախեցել ես ու դրա համար ես հրաժարվել մեզնից Ալեք Արփի մտածի ոնց ուզում ես Տուր բանալին Վարորդական ունես Հա, ունեմ, տուր
Արփի։ Ոնց Արփին նստեց ռուլին քշեց գնաց Վարդան։ Դու աննասուն ես արա, ինչեր ես խոսում։ Դու ջոգում ես քո հետ ինչ կլինի, եթե հանկարծ Արփի գլխից մի մաս պակասի։ Դե Աստված կանչի, որ հանկարծ իրան բան եղած չլինի, թե չէ տրուպ ես արա։ Վարդան, եթե Արփին մի բան եղել է, քեզ իմ ձեռներով եմ սպանելու։ Արփի։ 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 Ախ, Աստված իմ։ Այս ինչ արեցի ես։ Արփի։ Արփի։ Ալո, շտաբ կանչ գնացեք։ Ավտովթարը հա արագացրեք։ Հա այս բանի կողմեն այս քասախի։ Հա շուտ արեք։ Օրս սարև չեմ ջոգում, ինչա ուզում իզնից այդ բիձեն։ Պարապա մնացել։ Մեր օֆիսում գործ ճարի թող գնա զբաղվի էլի իր համար։ Լավ էլի, հիմա էլ գա օֆիսում իմ շնչին նստի։ Բա իզնից ինչ ես ուզում։ Դու նույնիսկ քորդ հետ լեզու չես գտնում։ Տղա ջան, ես ուզում եմ դու հասկանաս, որ պապիկդ ընդամենը անհանգստանում է քո համար։ Չէ։ Ուղղակի պարապա մնացել վրես բոճկայա գլորում։ Քեզ էլ լավ տրամադրելա դեմս ու ուղարկելա մոտս։ Ես չեմ հասկանում։ Այսինքն ես իրավունք չունեմ հարցնելու, թե դու գիշերը ուր ես եղել, ում հետ ես եղել ու ինչով ես զբաղված եղել, հա։ Ես քեզ երեք սաղ ասել եմ, մամա։ Ուղղակի այդ բիձեն ինչ ականջիդ մեջ ես իմ ինչեր ա կաթացրել, եկել նորից նույն հարցերը տալիս ես։ Իսկ դու նորից պատասխանի։ Տղա ջան, պատասխանի սիրտս հանգիստ լինի։ Նազիկ! Ինչա ձենը գլուխը գցել։ Նազիկ! Հա, պապ։ Նազիկ Արփիս։ Ինչ Արփին։ Վթարիա եթե։ Ինչ։ Ինչ ա եղել պապի Արփին։ Չգիտեմ, հիվանդանոց են տանում։ Արագացրեք, հագնեք դուրս գա։ Լսում եմ, Տարոն։ Տիկին Նազի, բարև ձեզ, ներողություն, որ անհանգստացնում եմ։ Ուղղակի Արփին մի քանի անգամ զանգեցի, չպատասխանեց, ասացի տեսնեմ, եթե միասին եք, հեռախոսը փոխանցեք իրան։ Հայ Տարոն ջան, ես հիմա կյանքս էլ կտայի, որ Արփին իմ հետ լիներ։ Բայց ինչի, ինչ ա պատահել, ինչի եք տենց ասում։ Լավ չեմ Տարոն ջան, շատ վատ եմ։ Հենց նոր աշխարհը փուլ է եկել։ Արփիս Վթարիա ենթարկվել։ Երեխուս հիվանդանոց են տանում։ Ոնց։ Երբ։ Ոնց է հիմա Արփին։ Որ հիվանդանոցն եք գնում։ Լավ, դուք մի անհանգստացեք, ես հենց հիմա դուրս եմ գալիս։ Դուք իմ հետ կապի մեջ եղեք ու հանգիստ եղեք։ Հաստատ գիտեմ, Արփի հետ ամեն ինչ լավ է լինելու։ Լավ։ Պաստորը խուսափում ես այդ միջադեպի հետ կապված հարցերից։ Ինչ ես թաքցնում դու իրականում ադոնց։ Եթե դու ես դավաճանը ձեռքիցս չես վրցնի։ Անկախ նրանից թե ինչքան կլռես ու ինչ կթաքցնես, ես կբացահայտեմ քո ով լինելը։ Մոտայ։ Ուրի կտակ մայով։ Իհարկե։ Ես ուզում էի միջադեպի հետ կապված կներես ասա Նազիկ։ Ինչ։ Երբ։ Լավ, հասկացա։ Կներես ես պիտի գնամ Արփին Վթարիա ենթարկվել։ Հո, ինչ որ լուրջ բան չի պատահել։ Չգիտեմ, հիվանդանոց են տարել, հայկը տարածքում չի։
Կարող եմ ինչ-որ բան ավակնել։ Չէ, հիմա արագ տաքսի կանչեմ։ Կներես։ Եթե ես թույլ չտա, որ Արփին նստել ղեկին նման բան չէր լինի, կատարվածի մեջ ես մենակ ինձ եմ մեղադրում։ Հանգստացիր տղա ջան, ինչ կարող էիր անել։ Կատարվածի մեջ քո մեղքը չկա։ Կա Գերանխորեն ինչ կա։ Ես պիտի թույլ չտայի, որ Արփին նստել ղեկին, ես պիտի իրեն ապահով տանայի տեղ հասցնեի։ Հիմա եթե հանկարծ Արփին մի բան պատահի, ես ինչ չեմ ների։ Արփին եթե մի բան պատահեց, ձեռիցս չես բարձի։ Ասածդ ասացիր։ Հիմա ազատ ես։ Կարող ես գնալ այստեղից։ Բախտդ բերեց, որ պետքա գնամ ու Արփիի կողքը լինեմ։ Թե չէ ոչ մեկին ոչ կլսեի, ոչ էլ տեղում հարցերդ կլուծեի։ Գնա։ Հա, բաբ։ Սարա ինչ կա։ Դու էլ ես Արփի հետ։ Չէ, Արփին համալսարանից հետո չեմ տեսել, ինչ ես հարցնում։ Հա, լավ։ Չես հարցնում, բաբ։ Հա, պաստորը տեղակ չես, հա, Սարա։ Արփի վթարի է հետ։ Ոնց։ Հիմա ուր է Արփին, բաբ։ Հիմա հիվանդանոցում եմ, բայց առողջական վիճակից տեղեկություն չունեմ։ Որ հիվանդանոցում ես, հիմա կգնամ արագ ասա։ Չէ, պապ, ես չեմ կարա նստեմ տանը ու սպասեմ Արփիի մասին ով է լուր բերելու։ Ես պիտի ընկերուհուս մոտ լինեմ։ Լավ, ես հենց հիմա գնում եմ հիվանդանոց։ Տարոնը շատ ճիշտ էր ասում Գերանխորենիչ։ Եղածի մեջ միակ մեղավորը ես եմ։ Տարոնը հիմար դուրս է տալիս, դու էլ լուրջ ես ընդունում։ Ես ուղղակի պիտի թույլ չտայի, որ Արփին նստել ղեկին։ Արփինի թորնը դժվար կարողանա իր թույլ չտալ։ Դու ավելի լավ տուն գնա մի քիչ հանգստացի։ Արփիի վիճակի մեջ փոփոխություն եղավ, ես քեզ կասեմ։ Չեմ կարող Գերանխորենիչ։ Կարող եք մի չայելի ուզի տեսնել ինձ։ Դու դրա մասին մի մտածի։ Այդ հարցերով մհերը կզբաղվի։ Իսկ եթե քնիչ ուզենա նորից քեզ տեսնել, ես կզանգեմ կգաս։ Վերկաց գնա տուն հանգստացի։ Ու այդ հիմար մտքերը գլխիցդ հանի։ Բայց Ադոնցը ինչ պիտի անի։ Իմ փոխարեն պիտի պատմի, թե ինչը ոնց է եղել։ Ինչ որ պետք է անել կանի։ Գնա տուն հանգստացի։ Դու արդեն ինձ համբերությունից հանում ես։ Ինչ ես որոշել, որ աշխարհում ում հետ ինչ պատահի պատասխանատուն դու ես։
Գեղամ Խորանիչ, իրականում դուք իմ անցած ճանապարհին ծանոթ չեք։ Ինձ շատերն են վստահելու, շատերն են հավատացել, սակայն նրանցից շատ քչերն են հիմա մնացել։ Որոշները չկան, որոշներն էլ անհետացել են ուղղակի։ Մի խոսքով ես ում շատ եմ սիրում, չեմ կարողանում իմ կողքին պահել։ Ես այո, իհարկե, տեղյակ չեմ ինչ է պատահել քեզ հետ։ Բայց հետո դրա մասին ավելի մանրամասն խոսենք։ Հիմա մեզ մնում է մի բան։ Աղոթենք Աստծուն, որ վիրահատությունը լավ անցնի։ Վաղուց իմ աղոթքները տեղ չեն հասնում, Գեղամ Խորանիչ։ Ալեք, երբեք չի կարելի հույսը կորցնել։ Երբեք։ Վերկաց։ Ես քեզ կզանգեմ։ Գնա տուն հանգստացի։ Շատ լավ։ Գեղամ պապի, Աս առաջ։ Արփին ուրա վիճակը ոնց է։ Դա վիրահատություն է։ Պիտի սպասենք, ոչ ոք ոչինչ չկարող ասել դեռ։ Այսինքն ամեն ինչ շատ լուրջ է։ Հուսանք չէ։ Բժիշկը ամենայն դեպս ասում է, որ ամեն ինչ լավ կլինի։ Սպասենք տեսնենք ինչ է ստացվում։ Խր ոնց է հաջողացրել, ոնց է այդպես ստացվել։ Իմ մեքենայով է եղել։ Մանրամասներ չգիտեմ, բայց դա հիմա կարևոր չի։ Կարևորը որ Արփին առողջանա։ Իսկ Նազիկ Հուրիկը ուր է, հիվանդանոցում չի։ Այստեղ գնանք։ Այ, Ալեք, Ինչ եղավ։ մի քիչ կամաց, շատ ուժեղ ես սեղմում ձեռքս։ Դուրջ։ Կներես չնկատեցի ինչ ուժեղ սեղմեցի։ Ոչինչ, լավ, լուրջ բան չկա։ Եթե լինի էլ զինվորի տանը ծանոթ ունեմ, կասեմ օգնի, ձեռքիս աշխատանքը վերականգնեմ։ Ես քեզ էլ երբեք չեմ սավասնի։ Խոստանում եմ։ Գիտեմ։ Ինչի Արփի։ Ինչի։ Լսում եմ տղաջան։ Գեղամ Խորանիչ, կներեք, որ զանգում եմ ուղղակի մենակ ձեզնից կարամ ճշտեմ Արփի վիճակը։ Ոնց է։ Նորմալ է Ալեք ջան։ Ներիդ մոռացել էի, որ խոստացել եմ զանգել։ Ոնց է Արփին, Գեղամ Խորանիչ։ Վիրահատությունը նորմալ է անցել։ Ասեցին, որ առավոտյան կարող ենք նույնիսկ տուն տանել։ Իսկ ոնց է իրան զգում հիմա։ Մի քիչ ցավեր ունի, բայց ընդհանուր վիճակը լավ է տղաջան։ Լավ, շնորհակալ եմ Գեղամ Խորանիչ։
Ալեք ջան, ապրես, որ այդպես անհանգստանում ես արփիիս համար։ Տես պահին ուրիշ ոչինչ չեմ էլ կարող անել։ Անիմաստ քեզ մի մեղադրիր։ Կատարվածի մեջ դու մեղք չունես։ Դե վերջ, հանգստացի։ Հանգստացի, առավոտյան կսպասեմ քեզ։ Եղա՞։ Լավ կեղամ խորինչ։ Արփիջան զգույշ քայլի։ Մամ, թևս ա վնասվել, ոչ թե ոտքս։ Ոչինչ, դու ամեն դեպքում զգույշ եղի։ Պապ, խնդրում եմ էլի պաշտպանի, գոնե դու պաշտպանի մամայի գերխնամքից։ Կպաշտպանեի, եթե այս վիճակում չլիներ ու երեկվա վթարը եղած չլիներ։ Բայց դու միշտ իմ կողմից ես եղել։ Ես հիմա էլ եմ քո կողմից արևս։ Ես էլ ձեր թշնամին եմ, դուք էլ իրար կողմից եք, ինչ լավ է։ Ինչի դու նոր ես իմանում, որ այս երեխեն ավելի շատ իմ աղջիկն է։ Իբր ես չգիտեմ։ Էսում սիրուն աղջիկն է եկել։ Մհերի պապ ջան, հենց այդ էինք խոսում, ծանոթացի Մհերի աղջիկն է Արփին։ Վայ, մամա, դե մի նեղացի, ես քեզ էլ եմ շատ սիրում։ Բոլորիդ եմ շատ սիրում։ Լավ սիրունս, արի գնանք պարկի հանգստացի։ Բայց ես չեմ ուզում պարկեմ։ Չէ, արևս, մամա ճիշտ է ասում։ Բժիշկը ասեց, չէ, քեզ հանգիստ է պետք։ Լավ։ Պապ, բայց զորամաս գնալուց առաջ մի հատ կգաս իմ մոտ։ Անպայման։ Օրի օգնեմ։ Սիրուն։ Սարո ջան, այսօր ինչ պլաններ ունես։ Պիտի գնամ Արփիին տեսնեմ, հետո մի քանի մանր-մունր գործեր։ Ինչի՞ համար ես արցնում։ Չէ, ուղղակի, մտածում եմ այսօր երեկոյան միասին անցկացնենք։ Չեմ կարող, կարևոր հանդիպում ունեմ։ Սարո, ես վերջերս դու ինչ-որ շատ խառն ես։ Իսկ կարող ինչ-որ բան կա, որի մասին ես պետք է իմանամ։ Դեռ չէ, բայց հենց լինի անպայման կասեմ։ Իսկ հիմա որ ես պատրաստվում գնալ։ Հետո կասեմ։ Չէ, մի տեսակ ինձ անհանգստացնում է քո այս խորհրդավորությունդ։ Անհանգստանալու բան չկա։ Ընդհակառակը քեզ անակնկալ է սպասվում։ Սարա, ես ասել եմ, չէ, հաց ուտելուց չեն խոսում հեռախոսով։ Պապ, աղբերս ազանգում ոնց կարող եմ չպատասխանել։ Հա, բեր։ Սար ոնց ես։ Լավ եմ։ Դու Արփիի հետ ես։ Չէ, պիտի գնայի Արփիին տեսնեի, բայց արդեն հիվանդանոցից տուն է գնացել։ Բայց իր մոտ գնալու ես։ Հա, անպայման, մի քիչ հետո։ Դե տանը կսպասես կգամ քեզ կվերցնեմ, իրար հետ կգնանք։ Ես էլ կարևոր հանդիպում ունեի, չկարողացա դուրս գնալուց գնայի հիվանդանոց։ Եղավ, անպայման կսպասեմ։ Ամեն ինչ նորմալ է։ Հա, պիտի գնանք Տարոնի հետ Արփիին տեսնենք։ Արուս մի բաժակ հյութ ու թխված կաբլի տար Արփիից, մենակ շուտ քանի երեխուս հավեսը տեղն է։ Հենց հիմա տանեմ։ Իսկ կարող եմ մրգի աղցան պատրաստեմ, Արփին շատ է սիրում։ Չգիտեմ, Արուս իմ ասածները արա, Արփիս հարցրու, եթե կուզի պատրաստի, արագ։ Լավ, տիկին Նազի։ Ուր ես գնում արեք։ Այսօր դաս չկա։ Գնամ մի քիչ տղենք էլ դրվեմ, կգամ։ Տանը բան չկա անելու։ Չէ, բալես, դու այսօր տնից դուրս չես գա։ Այսինքն Բալես, մոռացել ես ինչ դժվար օրենք ունեցել։ Քուրդ էլ այդ վիճակում է։ Կլինի տանը մնաս իմ նյարդերը հանգիստ լինեն։ հա բայց ինչ ա եղել որ։ Արփին արդեն լավ է, մնամ տանը ինչ անեմ։ Արեկս, դու չես նկատում, որ պապիկդ քեզ միկրոսկոպի տակ է առել։ Ու եթե տեսնի, որ հիմա այս վիճակում քրոջդ թողել ես, մեզ թողել ես ու գնացել ես, պապայիդ բողոքելու է։ Իսկ պապադ բնականաբար քո պատճառով իմ վրա է խոսելու։ Ես հավես չունեմ։ Լավ էլի մամ։ Օրս Սարև ես էլ հավեսը չունեմ։ Թողեք գնամ մի քիչ ծրվեմ գամ։ Չէ, ասում եմ։ Մնա տանը ես հանգիստ լինեմ, կլինի։ Բայց ինչն եք մամա։ Էս տուն չի, բանտա, բերդ։
Մնում է պատուհաններից ռեշոտկա խփեք ու վերջ։ Հա, գնա քո սենյակ, անցի։ Արագ։ Նազիկ ջան, գնա, հանգստացնողներդ խմի, որ այս տան բեռը ուսերիդ տանես։ Այսօր նորմալ փող կաշխատեք։ Լսում եք այդ փսլնքոտներ։ Մանաման դու լուս է։ Մի երկու օր նորմալ փող բերեցիր, ուրախացա, ասեցի լավ փող կաշխատեմ, բայց հետո դանդալոշացար։ Ուրեմն լսի ինչ եմ ասում, խելքդ գլուխդ հավաքի, նորմալ փող բեր։ Երեկվա քո բերած փողը փող չէր։ Եթե խելքդ գլուխդ չհավաքեցիր, նորմալ փող չբերեցիր, քեզ տանելու եմ շպրտեմ մանկատուն։ Ու այս հենց այնց չեմ ասում։ Ռոզա, այս լուսեն քեզ հաստատ խափում է։ Ինքը լիքը փող է հավաքում, երեկել է լիքը աշխատել, բայց քեզ քիչ տվեց։ Ճիշտ ես ասում, աղջի։ Հա, ինչ ունեմ խափելու։ Ուր են հավաքածդ փողերը։ Որտեղ ես պահում, աղջի։ Ես քեզանից ոչ մի բան չեմ պահում։ Ես քեզ ասել եմ, չէ ինչ կանեմ, քեզ եթե իմանամ ինձ խափում ես։ Ես քեզ չեմ խափում։ Խափում է, հաստատ խափում է։ Ինքը այդ փողերը երևի իր իրերի մեջ է պահում։ Կամ էլ սումկի մեջ։ Ամեն օր գրկած նստած է։ Հիմա գնա եմ փալանդ բեր տուր ինձ։ Արագացրու։ Դրա մեջ ոչ մի բան չկա։ Մենակ աղբորս նկարն է։ Որ ասում եմ գնա բեր, ուրեմն բեր։ Խափես, հա? Ինչ փոխել է։ Դու Ռոզային խափես, այ լապոտ, այո ցիջուտ, այո նոս, հլդրան այդ, այս կամախտ Ռոզային խափող չի եղել։ Մամչից ես ասում մեղքան։ Դու ձանդ կտրի, հեսա երկաթատակասնել եմ բերեմ այդ մոտերդ վարեմ, օցիջուտ, դերքես, արկես, սատկի։ Հա։ Ջան, արևս։ Ոնց ես։ Լավ, պապ ջան։ Բայց այդ հարցը էլ մի տուր էլի, արդեն վատ եմ զգում այդ հարցից։ Հաստատ լավ ես։ Հա։ Այսօր թևս ուժեղ ցավում էր, հետո ցավազրկող խմեցի, թուլացավ։ Բայց դու այդքան մի նեղվի։ Մի երկու օրից լավ կլինեմ։ Արփի, դու ախր շատ լավ ես մեքենա քշում, չեմ կարողանում հասկանալ ոնց ես այդպես փորձանքի մեջ ընկել։ Ես էլ չհասկացա ոնց եղավ, պապ։ Լավ, արի դու մի հատ մանրամասն պատմի, ինչա տեղի ունեցել, փորձենք հասկանանք, հա։ Դե ես Ալեքին չէի ուզում նեղություն տայի, որոշեցի ես քշեմ մեքենան։ Նստեցի մեքենան ու շատ չէի հեռացել տնից, հետո սկսեց մի տեսակ չի ենթարկվել ինձ մեքենան։ Այսինքն ինչա նշանակում չի ենթարկվել։ Հենց տենց, պապ, փորձում էի արգելակել, բայց չէր ստացվում։ Չգիտեմ, լավա դանդաղ էի քշում, չգիտեմ ինչ կլիներ։ Զարմանալի է, որովհետև պապիկ իր մեքենային շատ ուշադիր է։ Չեմ կարծում, որ մեքենայի վրա ինչ որ անսարք մաս լինի։ Լավ, դու սրանից հետո ուր որ գնալու լինես, Ալեքին կասես թող քեզ տանի։ Պաստորեն, այս պահից իմ կյանքը պաշտոնապես վստահված է պապիկի վարորդին, հա։ Չես սիրունս։ Ես քո կյանքը վստահել եմ Աստծուն։ Բայց ավելի հանգիստ կլինեմ, որ քեզ Ալեքը տանի բերի։ Թեկուզ ինչ որ մի ժամանակ։ Լավ։ Ինչ որ ժամանակ, պապ։ Գիտես, ես մեքենա քշել այդքան էլ չեմ սիրում, բայց պարտադրված բաներ էլ չեմ սիրում։ Ես Ալեքին կզգուշացնեմ, որ քեզ մենակ չթողնի։
Լսում եմ։ Քնից Սարոմյանն է հարմար է, երկու բառ խոսենք։ Հա, իհարկե, լսում եմ։ Հիվանդանոցից հայտնեցին, որ արդեն դուրս են գրել ձեր աղջկան առողջություն իրեն։ Շնորհակալ եմ։ Պարոն Ադոնց փորձաքննության արդյունքներն ինձ մոտ են ու շատ մտահոգիչ ամեն ինչ։ Վթարի պատճառը վնասված արգելակային համակարգն է եղել։ Մինչև վերջ գնալու եմ, ունեցեմ անելու, որ քո այս շոֆերին մեր տնից ու քո գործից վռնդենք։ Արի առաջ ընկի տեսնեմ ոնց ես իմ փոխարեն որոշում կայացնելու։ Թող ձեռս։ Առաջանցի։ Թող ձեռս, պապի։ Գնաց ձեռս թող ասում եմ։ Ապերս նկարը։ Ինչի գցեց անի։ Որովհետև Ռոզայի համար մեկ է։ Այդ նկարում քո աղբերն էր, թե չգիտեմ ով։ Ապերս նկարն եմ ուզում։ Ես ամեն օր նայում եմ այդ նկարին, որ հանկարծ չմոռանամ։ Արփի կներես ինձ։ Ինչի համար։ Որ նեղացրել ես։ Չէ, որ դու ես իմ այն փոխարեն ես վիճակում։ Ալեք ուղղակի գնա խնդրում եմ։ Խոսա Սարայի հետ, պատմի իրան ճշմարտությունը։ Հիմա ժամանակը չի։ Սարան դեռ պատրաստ չի դրան։ Սարան արդեն հասուն մարդ է, ու ինքը պիտի իմանա ճշմարտությունը։